Հրապարակ թերթը գրում է, վերին Լարսում արդեն մոտ 20 օր է քաոսային իրավիճակ է ստեղծվել։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում, հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան Հայաստան հասնեն։ Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։ Իրավունք թերթը գրում է, կառավարական աղբյուրների փոխանցմամբ կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում, մասնավորապես նոր կառավարության ձևավորումից հետո մի շարք մարզպետներ կհեռացվեն պաշտոններից, ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ քաղաքացիական պայմանագրում ամենաշատ դժգոհություններն են հայտնում։ Հրապարակորաթերթը գրում է, պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջապես վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները եւ իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել։ Մեր զրուցակցի խոսքով պետն աշխատակիցներին սպառնացել է, ասելով, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմության են համակրում եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին, պետական համակարգից հեռացվելու են։ Աշխատակիցներից մի քանիսը ընդվզել են, ասելով, ինչ իրավունքով եք մեզ գաղտնալսում, ինչից հետո գրավոր նկատողություն են տվել ամենաակտիվ բողոքողին, ով ընդդիմադիր հայացքներ ունի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 20-ին եւ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստանի իշխանական շրջանակներում արդեն հետաքրքրված սպասում են, արդյոք Մոսկվայից այս տարի եւս հրավեր կուղարկվի ընտրություններին մասնակցելու դիտորդական առաքելության կարգավիճակով, թե պաշտոնական մակարդակով այս թեմայի շուրջ որևէ հայտարարություն դեռ չի հնչել իշխանական կուլիսներում, ըստ տեղեկությունների ուշադիր հետևում են Կրեմլից եկող հաստակներին։ Հարցը միայն ընտրությունները չեն, հրավերի արկայությունը կամ բացակայությունը կարող է դիտարկվել նաեւ որպես ռուսական հարաբերությունների ներկա վիճակի յուրատեսակ ցուցիչ։ Հրապարակ թերթը գրում է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ։ Կես միլիոնից ավելի ձայն անակնկալի է բերել արևմտյան կենտրոններին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլտվություն է խնդրել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ վարույթներ սկսելու համար։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի պարագայում խոսքը նոր քրեական հետապնդման մասին է, սակայն թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով առայժմ հայտնի չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն բացահայտնում միջնորդության բովանդակությունը, իսկ դատախազությունից հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։ Ստեղծված իրավիճակը քաղաքական շրջանակներում նոր քննարկումների առիթ է դարձել։ Ընդդիմադիր գործիչները եւ նրանց աջակիցները մտահոգություն են հայտնում, որ քաղաքական պայքարը աստիճանաբար տեղափոխվում է իրավապահ համակարգի դաշտ։